Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգուին Սրբո ամեն։ Ողջույն ձեզ սիրելի առազատներ, բարելույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Ջադրագը շախմատը դարածված խաղ է եւ մանավանդ մեր հայրենիքին մեջ անիգա մեծապես ընդունված դասընթաց է։ Անոնք որոնք չեն գիտեր, երկու բառով բացատրեմ, որ ջադրագի խաղի ժամանակ գբարդվի այն անձը երկու գոմերը մեկը, որուն թակավոր քարը գբաշարվի եւ այլևս շարժելու կարելություն չունենար։ Այդ ժամանակ թիմացինը գսե շախ եւ եթե այլևս շարժելու դեղ չունի, թակավորը բարդության կմատնվի եւ մատ կլա, այսինքն թակավորը կմեռնի։ 19-րդ դարուն այս հռչակավոր նկարը գծված է գերմանացի գծանկարիչ Ֆրեդրիշ Մորից Ագուստ Ռեչին կողմէ եւ այս նկարը սիրելներ, որ սկզբնապես կգոչվեր ջադրագի խաղացողները, ասիգա այսօր կգոչվի շախմատ, այս պատկերը, կտեսնեք երկու հոգիներ իրարու հետ ջադրակ կխաղան։ Մեկը սատանան է, իսկ մյուսը մարդը։ Եվ սատանան շախի դիմաց դրած է մարդը, կյանքի եւ մահվան վիճակն է սիրելներ, որով մարդը եթե բարդվի, իր հոգին սատանան պիտի առնե։ Եվ տեսեք սատանան ինչպես ինքնավստահ, արդեն հբարդ, անհոգ վիճակի մեջ է, իսկ մարդը մտահոգ վիճակի մեջ է, որովհետև կարծես արդեն բարդության եզրին հասած է, իսկ մեջտեղը կգտնվի հրեշտակը, որ ինքնալ մարդուն գոմը թեկած մտահոգ վիճակի մեջ է, որ ինչ պիտի լա մարդու հոգին։ Գպատմվի սիրելիներ, որ այս պատկերը նախապես կգտնվեր Ֆրանսայի Լուվր թանգարանի մեջ 1999 թվականին անձնական հավաքածուի մաս կգազմե։ Ուրեմն գպատմվի, որ աշխարհի ջադրագի ախոյանմը օրմը երբ Լուվր թանգարան գերտա եւ այս պատկերին դիմաց կգանքնի, երկար ժամանակ գտիդե պատկերը։ Ամեն մարդ գիտե այս պատկերի մասին, որ սատանան արդեն շահած է եւ մարդը դժբախտաբար բարդված է։ Բայց այնինչ որ աշխարհի ջադրագի ախոյանը կտեսնե, բարձ մարդիկ չեն գրդար տեսնել այս ջադրագի խաղին մեջ։ Երկար դիտել է ետք եւ քարերը ուսումնասիրել է ետք, իր մոտ կգանչե թանգարանի այդ ղեկավարությունը եւ գսե պետք է այս պատկերին անունը շախմատ փոխեք, կամ անունը պետք է փոխեք, կամ պատկերը պետք է փոխեք, քարերը պետք է փոխեք։ Եվ զարմացած երբ գարցնեն անուր, գսեն ինչու։ Գսե որովհետև այնինչ որ այս պատկերի մեջ կգարձվի, որ սատանան հաղթած է եւ մարդը բարդված է, իրականության մեջ գսե դակավին այս մարդու թակավորը մեկ քայլ ունի ընելիք, եւ եթե այդ քայլը ընե, թիմացինը սատանան կբարդվի, բայց դակավին մարդը չէ տեսած այդ քայլը։ Սիրելի քույրեր, եղբայրներ, իսկապես որ այսօր կյանքին մեջ հաջող այնպես կերևի, որ սատանան մեզ բարդության մատնած է։ Սակայն թակավորը, թակավորներու թակավորը, դերերու դերը, դակավին իր վերջին քայլը ունի առնելիք։ Եվ իր վերջին քայլով դերը վերջնականապես բարդության պիտի մատնե սատանան, ինչպես որ Աստված իր որդին ղրկեց, մեր Տերն ու Փրկիչ Հիսուս Քրիստոսը աշխարհ եւ բարդության մատնեց սատանայի թակավորությունը, այսօր սիրելներ դերը նաեւ իր վերջին քայլ ունի մեր կյանքի մեջ առնելիք, երբ մենք հուսահատության մեջ ենք, երբ մենք գտնվենք անգյունի վրա,
երբ կգարձենք, որ ամեն ինչ այլևս վերջացած է, դերը ահագուկա ասելու, որ ես թագավորս, վերջին քայլս ունիմ արդելիք եւ քեզի հաղթանակ բարգեւելու։ Հիսուս ասավ Հովանու ավետարանի 16-րդ գլխու 30-րդ համարի մեջ, որ մխիթարվեցեք, քաչալերվեցեք, ես հաղթեցի աշխարհին։ Մենք բարդված Հիսուսի բարդված զավակները չենք սիրելներ, այլ մենք հաղթանակած Հիսուսի հաղթական զավակներն ենք։ Եվ այսօր եթե ազգովին գտնվենք անելանելի գացության դիմաց, եթե այսօր մենք որպես ընկերություն, որպես ընտանիք, որպես անհատ գտնվենք հուսահատ վիճակի մեջ եւ կգարձենք, որ ալվերջ ամեն ինչ վերջացած է, որ այլևս հույս չկա, սակայն հիշենք սիրելիներ, որ դերը անելիք ունի, դակավին իր վերջին քայլը ունի անելիք եւ իր այդ վերջին քայլով դերը մեզի վերջնական հաղթանակ պիտի տա։ Գսե Եսայի մարգարեին պերդով Աստված գարտամ ցեզի 41-րդ գլխու 10 մինչև 13 համարները։ Աստված գսե մի վախնար, քանզի ես հիմա քեզի հետ եմ, մի զարհուրիր, վասնզի ես քու դեր Աստվածդ եմ, քեզ պիտի զորացնեմ ու քեզի օգնություն պիտի անեմ ու իմ արդարությանս աճովը քեզ պիտի բռնեմ։ Ահա քեզի թեմ ամեն փարգացողները պիտի ամճնան ու բատկարին ու քեզի հետ վիճող մարդիկը պիտի չեղածի բես ըլլան ու պիտի գործվին։ Քեզի հետ գրվող մարդիկը պիտի փնտրես ու պիտի չգտնես։ Քեզի հետ բادرազմող մարդիկը չեղածի բես պիտի ըլլան։ Քանզի ես քու դեր Աստվածդ եմ, որ քու աջ ցերկետ կբռնեմ ու քեզի գսեմ մի վախնար, ես քեզի պիտի օգնեմ։ Ավասիկ սիրելի քույրեր եղբայրներ, ցանկը ջադրագի քարերու բես է։ Երբեմն այնպես կլա, որ թշնամին, աներևույթ թշնամին, սատանան մեզի շախ կսե, որբեսի մատ ընե, այսինքն մերցնե, մեզ գբաշարե եւ գարձեք թե այլևս մենք շնչահեղձ վիճակի մեջ ենք։ Այսօր չար սատանան, երևելի եւ աներևույթ թշնամին մեր ազգը բաշարած է այդ վիճակին մեջ։ Մենք կգտնվենք այդ շախին դիմաց սիրելիներ, սակայն հիշենք միշտ, որ թագավորներու թագավորը մեր դերը դակավին իր վերջին քայլը ունի անելիք։ Սուրբ գրքին մեջ սիրելիներ, երբ հազարավոր մարդիկ Քրիստոսի մտիկ կնեին ու անոթի էին, եւ Հիսուս իր աշակերտներուն ասավ, ջաշ տվեք անոնց, աշակերտները զարմացան, հազարավոր, տասնյակ հազարավոր մարդոց ինչպես ջաշ տային, անոնց մոտ միայն 2 սուկար եւ 5 նգանակ հաց, ադիկա շախներ սիրելներ, բայց ահավասիկ թագավորը քայլ մարավ, օրտնեց, բազմացուց ցուգերն ու հացերը եւ 5000 դղամարդ ու հազարավոր կանայք ու երեխաներ գերան եւ ավելցավ դակավին։ Երբ սիրելներ Եբրայեցի ժողովուրդը գտնվեր Գարմիր ծովուն թիբած եւ անելանելի վիճակի մեջ կգտնվեր, որովհետեւ մեկ կողմեն ծովներ, իսկ մյուս կողմեն յետևեն եգիպտացիները, որոնք գահարցագեին իրենց վրա սպանելու զիրենք։ Եվ այդ շախի մեջ, այդ վախին մեջ, երբ սատանան զիրենք գոդորացի պիտի մատներ, Աստված անոնց դիմաց Մովսեսի միջոցով ճուրերը բացավ եւ անոնք ճուրերու մեջ են անցան եւ թշնամին որ գահալաձեր ճուրերու մեջ խորտակվեցավ։ Երբ սիրելներ շնացող գինը բերին Հիսուսի դիմաց եւ իր ցանկի շախներ անիգա բաշարված վիճակի մեջ, որ ալ վերջ պետք է քարգործվելով սպաննվեր, Հիսուսի դիմաց բերին եւ Հիսուս ներեց անոր մեղքը։ Երբ աչագոմյան ավազակը տեսավ ամեն ինչ փակված, սակայն երբ վստահեցավ Հիսուսին, դեր անոր դիմաց երկնքին դռները բացավ։ Երբ աշակերտները ծովու մեջն էին ալեգոց եւ իրենց կյանքը վտանգի մատնված էր, ու անոնք այլևս պիտի մեռնեին, ահա Հիսուս Քրիստոս եկավ եւ հանդարտեցուց ալեգոց ճուրերը եւ հանդարտեցուց քամին փոթորիկը եւ աշակերտները փրկվեցան։
սիրելի քույրեր, եղբայրներ, այսօր ազգովին ինչ վիճակի մեջ որ ենք, անցուկ վիճակի մեջ, հուսահատ վիճակի մեջ, նեղության մեջ, այսօր ընտանիքներ ինչ դժվարության մեջ որ գտնվին, այսօր անձեր ամեն մեկս ինչ հոգեվիճակի մեջ որ գտնվինք, նեղության, դարաբանքի, ֆինանսական դժվարության կամ հիվանդության, իմացեք, որ անիկա վերջը չէ, սատանան որքանալ փորձե ինքզինք հանգիստ պահել եւ ուրախ պահել, որ հաղթանակը դարած է, սակայն իրականության մեջ հաղթանակը մերն է, որտեղ Քրիստոս ինք դարավ այդ հաղթանակը ու մեզի ասավ. մի վախնակ, ես ցեզի հետ եմ։ Եթե ազգովին սիրելներ լսենք մեր Տիրոջ ցայնը, որ ինք մեզի հետ է, եթե լսենք իր մխիթարող ու քաչալերող ցայնը, որ մի վախնակ, ես հաղթեցի աշխարհին, այդ ժամանակ մենք սիրելիներ Տիրոջ վստահելով ոտքի կգանքնենք, այդ ժամանակ ընտանիքներ, եթե նույնիսկ դժվարությանց մեջ են, այդ ժամանակ նույնիսկ եթե մարդիկ նեղության ու հուսահատության անցուկ վիճակի մեջ են, Տիրոջ վստահելով ոտքի պիտի կանգնին, որովհետև հաղթանակը չարին գոմը չէ, այլ հաղթանակը, վերջին հաղթանակը, վերջին խոսքը Տիրոջն է եւ Տիրոջ ապավինողներուն է։ Օն ուրեմն, սիրելի քույրեր, եղբայրներ, երբեք չուսադինք, որքանալ բաշարվածը լանք, սակայն թակավորներու թակավորը, մեր դերն ու փրկիչը, իր վերջին քայլը պիտի առնե, իր վերջին խոսքը պիտի ասե, եւ այդ ժամանակ մեր թշնամիները պիտի տեսնեն ու իրենք պիտի ուսադին, իրենց այսօրվան ուրախության մեջ, դրդմության մեջ պիտի նան, իսկ մենք որ այսօր դրդմած ենք, ուրախության եւ ցնծության մեջ պիտի լանք։ Վստահենք մեր Տիրոջ, վստահենք սիրելներ, Տիրոջ իմաստության եւ առաջնորդության եւ այդ ժամանակ հաղթանակած դուրս պիտի գանք։ Աստված թող իմաստություն բարգեւե մեր հոգևոր եւ աշխարհիկ ղեկավարներուն։ Աստված թող մեր հավատքը զորացնե սիրելներ, որ մեր աչքերը Տիրոջ ուղենք եւ տեսնենք իր հաղթանակը, որ մեզի պիտի բարգեւե։ Աստված ցեզ արադաբես թողորտնե, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։